Հիմա աշխարհակաղակական որփի կարգավիճակով այս իշխանությունը փորձում է ինչ-որ հարցեր լուծել։ Հիմա որփերը ոնց պիտի հարց լուծեն։ Լավ, մենք բաց կյանք վերցնենք։ Դու շրջապատում ես ձեր փողոցում կոպիտ ասած, մեկ ընդհանրապես չունի ոչ մեկ ոչ ընկերություն անում, ոչ բարեկամություն անում, ոչ բան անում։ Որ նեղն անգամ կողքի մարդ չկա։ Նա մոտավորապես նույն բանը, նույն վիճակը դու բեր միջպետական հարաբերություններ։ Այդ ՆԱՏՕ-ն ինչի համար է ստեղծել, այդքան պետություններ ինչի համար են եկել։ Իրար ինչի համար են աջակցում։ Որ ինչու շահերուն ինչի աշխատում են, կամ նույն հապ ինչի համար է ստեղծել։ Կենտրոնական Ասիայի երկրները ինչի համար մտել հապի մեջ ժամանակ։ Որ Աֆղանստանից վտանգը իսկապես մեծ էր այն ժամանակ։ Սահմանային միջադեպերը շատ էին։ Եվ իրենք փորձել են չեզոքացնել հապի անդամ լինելու։ Հիմա այսպես է աշխատում միջազգային հարաբերությունները։ Հիմա մենք ուզում ենք իսկապես այդ որփի աշխարհակական կարգավիճակով խնդրելով ինչ որ հարցեր լուծել։ Չի լուծում։ Միշտ նման կարգի կարգավիճակում քո հաշվին է հարցեր լուծել։ Դու մենյուի մեջ ես։ Դու սեղանի շուրջ ես։ Այսօր Հայաստանը մենյուի մեջ է։ Հեսա է պետք։ Ես ուզում էի պարոն նախագահ հարցնել ռուս-ուկրաինական պատերազմի մասով, արդյոք դուք կանխատեսումներով ձեզ մոտ է կայուն հրադադարը բանակցություններ են ընթանում եւ նաեւ հրադադարի պարագայում այդ ճակատում Ռուսաստանի թեթևանալու պարագայում ինչ է սպասվում Հայաստանի։ Սկզբից Ռուսաստանի վրա ճնշումը չափազանց մեծ էր եւ արևմուտքի գնահատականներով չափազանց մատերեսային գնահատականներով Ռուսաստանը այս մի քիչ ճնշեն կփոփի։ Հիմա ես ուղղակի չի հասկանում թե ոնց են իրենք պատկերացնում որ հնարավոր է մեկուսացնել մի երկիր որը աշխարհի 14% մայր ցամաքն կազմում։ Ուղղակի հնար է մեկ Ռուսաստանի սահմանների որ նայել պետք է հասկանալ որ այդ երկիրը մեկուսացնել չի կարող։ Դուք ես մեկուսացնելու 14% մայր ցամաքի բնական հարստություններից։ Եվ այդպես է։ Հիմա հետաքրքիր է որ Ռուսաստանի ընկալումը այս պատերազմի երրորդ տարին արդեն եւ Ռուսաստանի ընկալումը դրի ուրիշ է։ Ռուսաստանը այս վիճակում դուրս է եկել ավելի բարձր, տոп աշխարհակաղակական կենտրոնի երկրի կարգավիճակի մեջ է դուրս եկել։ Սա կարող է պարադոքսալ թվա, բայց Ռուսաստանը ցույց տվեց, որ ինքը գրեթե այս պրոքսի պատերազմը ՆԱՏՕ-ի հետ հաջողությամբ վարում է եւ դա Ռուսաստանի ընկալումը ամբողջ աշխարհում ուրիշ մակարդակի բերեց։ Մեկ նույնը չէ, որ ինչ որ թվացալ վատ բանը միլիցիա շատերի համար անսպասելի ձևով բերում է լրիվ այլ կարգավիճակ, այդպես է։ Հիմա հաջողության կազմեն թե չէ այս վերջի ես փուլը բանացայր շատ դժվար է։ Ես հակասություններ են կան շատ, հիմա այդ 4 մարզը երկու հանրապետություն, մի հատ մարզը ընկրված են Ռուսաստանի սահմանադրության մեջ, ընկրված Ուկրաինայի սահմանադրության մեջ։ Ակնհայտ է որ Ուկրաինան չի կարողանալ դրանից հրաժարվել, Ռուսաստանը երբեք դա չի անելու։ Հիմա ամենից շատը ինչ որ տեսնում եմ, հնարավոր է որ սարեցվի այս շփման գծով։ Բայց նույնիսկ սարեցվելը առանց հստակ երաշխիքների որ Ուկրաինան երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի լինելու, չեմ կարծում որ Ռուսաստանը դրան գա։ Եվ ինչ որ մի տեղին տպավորություն այնպեսին է որ հիմա բոլորը ուզում են ցույց տան որ շատ ավելի հակված բանակցությունների քան իրականում հակված են եւ հատկապես ուկրաինական Տրամպի որոշ հայտարարություններից հետո այստեղ ակնհայտ է որ մրցակցություն է գնում թե ով է ավելի շատ ուզում որ հաստատի խաղացում բայց խնդիրները սա մեջ հակասությունները չափազանց մեծ եւ իրենց համար դժվարություն եվրոպացիների համար եւ ինչի են մի քիչ միարտացած հատկապես ֆրանսիացիք եւ բրիտանացիք որտեղ սկզբում հայտարարությունները անփոխորոշ հայտարարություններ են ասում էին որ պետք է ստրատեգիական պարտության մատնի Ռուսաստանը սա է եւ ընդհանրապես մի անգամ ասել է Սերժի Մամուլի ասում է ժամանակ որ Եվրոպան ունի լուրջ առաջնորդության չմեժա մարդիկ sense ուրվա ոնց որ լայքերով բանում են ապրել մի քանի տարի ծառաջ մտածող չկա այս բանի ընտրությունից ընտրություն կամ ինչ որ երևի շաբաթային վարկանիշային ինչ որ չափագրումներ եւ փորձել անական ինչ որ դուր գա դուր չգա սա հնարավոր չի այս կարգավորությամբ հնարավոր չի առաջ աշխատել եւ համեմատում ես հիմա այդ վիճակը Եվրոպայով օրինակ Չինաստանի հետ Չինաստանի նախագահը ոնց ասեմ համացան եզրեր չկա կամ Ռուսաստանի նախագահի հետ համացան եզրեր չկա ստրատեգիական մտածելակերպի տեսանկյունից եւ ավելի հերանեկարի ուղղված հայացքներ ոչինչ չկա համացան եզրեր սա իսկապես առաջնորդության չնարան է Եվրոպան